Իմ անունը Դիանա է, ես 21 տարեկան եմ։ Ես ցանկանում եմ վկայել այն հրաշքի մասին, որ Աստված կատարել է իմ կյանքում։ 2012 թվականի մայիսին ես բոլորովին այլ ծրագրեր ունեի։ Ես պետք է գնայի Պիտեր, իսկ հետո վերադառնայի այստեղ Ռիկա։ Ես ունեի ծրագրեր, համարյա մինչև նոր տարի ամեն ինչ պլանավորված էր։ Բայց գիտեք, մի երեկո զանգահարեցին եւ ինձ առաջարկեցին աշխատանք Գերմանիայում։ Ասացին, որ վաղը պետք է պատասխան տամ իրենց։ Ես սրտումս արդեն որոշել էի, որ կգնամ Գերմանիա աշխատելու, բայց մտածեցի կհարցնեմ ծնողներիս, եթե թույլ չտան չեմ գնա։ Նրանք համաձայնվեցին եւ 4 օր հետո ես հայտնվեցի Գերմանիայում։ Ես աշխատում էի այնտեղ արդեն 3 շաբաթ։ Եվ գիտեք, 3 շաբաթ աշխատելուց հետո իմ մեջքը ուժեղ ցաված։ Ես սկզբից կարծում էի ողնաշարի հետ կապված ինչ-որ խնդիր է, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, շատ ուժեղ ցավեր կային։ Բայց գիտեք, երբ տարան ինձ հիվանդանոց, բժիշկները նույնպես չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Քանի որ հետազոտությունները ցույց էին տալիս ուժեղ վարակվածություն եւ արդեն այրանս 50%-ը վարակված էր։ Երբ տոմոգրամը արեցին, ամեն ինչ երևում էր ինչ է ինչպես։ Ամեն ինչ հետազոտեցին, եւ թոքերս, եւ երիկամներս լսեցին, հետազոտեցին ամեն ինչ, բայց չէին հասկանում ինչ է կատարվում։ Բայց երբ բացեցին, տեսան, որ իմ մոտ թոքերի երկկողմանի բորբոքում է, որը թաքնված էր արդեն 2.5 ամիս, եւ արդեն բոլոր օրգանները վարակվել էին։ Արդեն այրունը 50%-ով վարակվել էր, եւ նրանք ասում էին, որ չեն կարողանա ինձ փրկել։ Բայց գիտեք, երբ ես այնտեղ Գերմանիայում էի, եւ տեսնում էի, եւ հասկանում էի, որ ես այդտեղ ոչ ոքի չեմ ճանաչում։ Ես խնդրում էի, ասում էի, Տեր, խնդրում եմ, օգնիր ինձ անցնեմ այս ամենը, մի թող ինձ մենակ, օգնիր ինձ։ Ես նույնիսկ վախենում էի հարցնել ինչու կամ ինչի համար։ Ես միայն խնդրում էի, Տեր, օգնիր ինձ անցնեմ այդ ամենը։ Ես հասկանում եմ, որ այդ փորձությունը Տերն է թույլ տվել, որ անցնեմ։ Աստված նախապատրաստում է մեզ այդ փորձությունների համար, պատրաստում է մարդկանց։ Դրա հետևանքով որոշ ժամանակ հետո եկավ բժիշկը եւ ասաց, որի մոտ կասկածում են տուբերկուլյոզ, վերջին աստիճանի, եւ ամեն ինչ շատ բաց թողի վիճակում է։ Ես շատ անհանգստանում էի, քանի որ Գերմանիայում ոչ ոքի չգիտեի, իսկ ծնողներիս թույլ չէին տալիս Գերմանիա գալ։ Իմ մեջ տագնապ կար, մտածում էի, միթե ես կմնամ մենակ։ Կսկսեն բժիշկները գալ դիմակներով եւ վերջ արդեն։ Դրա հետ մեկտեղ ինձ վիրահատության հետևից վիրահատություն էր սպասվում։ Երբ արդեն ընդհանրապես թթվածին չկար իմ օրգանիզմում, արդեն թթվածինը համակարգչի միջից ցրտիս մեջ էր գալիս, միացված էի ամբողջովին համակարգչին եւ լիովին կախված էի արդեն դրանից։ Սրսկում էին ցավազրկող մորֆի, հետո արդեն մորֆիից ավելի ուժեղ տեղեր։ Դրանք մոտ 1000 անգամ ավելի ուժեղ էին մորֆիից։ Նրանք ասում էին, որ անհամատեղելի դեղեր են ինձ սրսկում, եւ ես պետք է որ աննորմալ դառնամ, բայց գիտեք, Աստված ինձ նույնիսկ այդտեղ տվել էր սթափ գիտակցություն, եւ ես շատ շնորհակալ եմ Տիրոջից, քանի որ նա միշտ զորացնում էր ինձ։ Եվ երբ երրորդ վիրահատությունն էր ընթանում, նրանք ասացին, որ քեզ անզգայացում չեն կանի, քանի որ արդեն երրորդ վիրահատությունն է եւ սիրտդ միոկարդիա ունի։ Դու չես դիմանա անզգայացմանը, քեզ կվիրահատենք այդպես։ Բայց եկեղեցուց մի քույրիկ էր ներկա, որպես թարգմանիչ։ Նա ասում է, որ սկզբից դու սկսեցիր շատ ուժեղ բղավել, իսկ հետո լցվեցիր Սուրբ Հոգով, ասում է։ Դու աղոթում էիր անգլերեն, գերմաներեն, բժիշկը չէր կարողանում բացել թոքերը, քանի որ թոքերում արդեն թարախը կատնաշոռի պես էր եւ այնպիսի հոտ էր գալիս, ինչպես գալիս է մարդու մարմնից, երբ այն 1 ամիս արդեն մահացած է եւ փտում է։ Եվ երբ բժիշկը չէր կարողանում, դու գոչեցիր գերմաներեն, Տեր, օգնիր, եւ բժիշկը կարողացավ ձեռքերով հասնել թոքերին։ Այդ ժամանակ ես բոլորովին անջատվել էի, անգիտակից վիճակում էի։ Երբ ինձ բերեցին այդ հիվանդանոցից, ինձ արդեն 4-րդ վիրահատությունը պետք է անեին։ Ինձ այդ հիվանդանոցից ուրիշ հիվանդանոց փոխադրեցին։ Գիտեք, այնտեղ նույնպես Աստված ներկա էր։ Անցավ 4-րդ վիրահատությունն էլ, 5-րդն էլ, 6-րդն էլ, եւ վիրահատություններից մեկի ժամանակ ես արդեն մի փոքր գիտեի ինչպես գերմաներեն բացատրել, թե որտեղ է ցավում, ինչ է ինձ պետք, քանի որ ես ընդհանրապես չէի կարող վեր կենալ։
Բարակվածությունից 2 անգամ ավելի մեծ էի դարձել, քան հիմա եմ, լրիվ այտուցված էի, արդեն ասում էին, որ իմ երիկամները չեն աշխատում, որ ամեն ինչ արդեն հնարավոր է։ Բժիշկներն ասում էին, որ ահա, մենք պարզապես զարմանում ենք, թե ինչպես է կյանքը շարունակվում, ասում էին, որ իրենք օրերն էին հաշվում, եւ արդեն պետք է, որ արձանագրեին ժամանակը, թե երբ ես կմահանամ։ Նույնիսկ հայրիկ ասում է, որ շատ ուժեղ պայքար էր, տագնապ էր, եւ ամենուրեք աղոթում էին ինձ համար։ Ես շատ շնորհակալ եմ, միգուցե դուք էլ եք աղոթել, բայց ես գիտեմ, որ ամենուրեք աղոթել են։ Ես միշտ խնդրում էի։ Հայրիկն ասում էր, որ սրբիչ այնքան թաց էր, կարծես հենց թշնամու դեմ էի պայքարում։ Թշնամին հարձակվում էր, ցանկանում էր, որ ես լիովին հեռանամ։ Ես շնորհակալ եմ Տիրոջից, որ նա երկարացնում էր իմ կյանքի օրերը։ Վիրահատություններից մեկից հետո ինձ մոտ եկավ մի ֆրանսիացի բուժքույր։ Ես արդեն պարկած էի, ասացի Տեր, գերմաներեն գոնե մի կերպ կարողանում եմ բացատրել, բայց ինչպես ֆրանսերեն բացատրեմ, թե որտեղ է ինձ ցավում, ինչպես կարող եմ ինչ-որ բան ասել։ Բայց գիտեք, առավոտյան եկավ մյուս բուժքույրը, նա ասաց, որ լսել է, որ ես միայն ռուսերեն գիտեմ, բայց այս բուժքույրը ասաց ոչ, նա այսօր ինձ հետ ֆրանսերեն էր խոսում։ Ես նույնիսկ նրան ասել էի, ինչպես ինձ մերսում կատարի, այդպես Աստված Սուրբ Հոգով ներկա էր։ Ես շատ շնորհակալ եմ։ Գիտեք, մենք ինչ երջանիկ մարդիկ ենք, որ ունենք Սուրբ Հոգին, որը մեզ միշտ ուղեկցում է։ Այդ պարգևը, որը մենք երբեմն չենք գնահատում։ Մենք չենք գնահատում, թե որքան է այն կարևոր, թե որքան նուրբ է նա ընդհանրապես մեր կյանքում։ Եվ երբ ես քիչ թե շատ ինձ լավ զգացի, ինձ վերակենդանացման բաժնից տեղափոխեցին։ Ես 3.5 շաբաթ վերակենդանացման բաժնում էի, ինձ տեղափոխեցին հիվանդասենյակ։ Այնտեղ ես պարկեցի 1.5 օր եւ եկան ու ասացին, որ անալիզները ցույց են տալիս, որ իմ օրգանիզմը ոչ մի հակաբիոտիկ չի ընդունում, ամեն ինչ ավելի է վատանում եւ ինձ նորից պետք է վիրահատեն, նորից բացեն, յուրաքանչյուր օրգան լվացնեն։ Սրտումս այնպիսի տագնապ կար, ես այնքան շատ լաց էի լինում, ես չէի կարողանում խելքի գալ, միայն խնդրում էի, որ Տեր, մխիթարիր, օգնիր, հեռացրու այդ վախը, ես այնպես էի վախենում, այդ ցավերից եւ ամեն ինչից հետո։ Գիտեք, արդեն ես խնդրում էի, որ ամենուրեք աղոթեն ինձ համար։ Այդպես հանգստություն եկավ։ Եվ երբ տարան ինձ վիրահատության, ասացին, որ վիրահատությունը կտևի 2 ժամ։ Բայց ասացին, որ անզգայացում կանեն, ես ոչինչ չեմ զգա եւ կարթնանամ 1 օր հետո։ Բայց չգիտեմ, կարծում եմ, որ Աստված այդպես թույլ տվեց, քանի որ վիրահատությունը տևեց 4.5 ժամ։ Անզգայացումը բավարարեց միայն 2 ժամվա համար։ Ստացվում է, որ ես ձեռքերով ու ոտքերով չէի ցույց տալիս, բայց ես ամեն ինչ զգում էի, լսում էի, բայց աչքերս չէին բացվում։ Ես չէի կարողանում ասել, ցույց տալ աչքերով, որ ես ամեն ինչ զգում եմ։ Այնքան ուժեղ ցավեր էին դրանք, որ գիտեք, իմ պատկերացմամբ այդպիսի ցավերը միայն դժոխքում են լինում։ Բայց նույնիսկ չէի էլ պատկերացնում, թե ինձ ցավեր եւ տանջանքներ են լինում դժոխքում։ Եվ ես հասկացա, որ եթե ես չսկսեմ աղոթել, չսկսեմ խնդրել, ես խնդրում էի, Տեր, թող ամեն ինչ արագ կատարվի, եթե պետք է գամ քեզ մոտ, թող այդպես լինի, կամ էլ կատարիր քո հրաշքը մեկ անգամ եւս։ Եվ գիտեք, երբ նրանք հանեցին այդ թթվասնային դիմակը, եւ ես շունչ քաշեցի, նրանք ասում էին, որ երբ նրանք հանեցին թթվասնային դիմակը, ես սկսեցի շատ ուժեղ բղավել, որ շատ է ցավում, գերմաներեն գոչում էի, ցավում է։ Նրանք վախեցան եւ իրար խառնվեցին։ Նրանք չէին կարծում, որ ես ամեն ինչ զգում եմ։ Նրանք ասում էին, որ կարծում են, թե նարդային կծկում է ինձ մոտ վիրահատության ժամանակ։ Երբ քույրերը, եղբայրները եկան, նրանց ասացին, որ դժվար թե մինչև առավոտ կենթանի մնամ։ Եվ որ անում են ամեն ինչ իրենց ուժերի սահմաններում։ Բայց երբ եկան ծնողներս, բժիշկները ասացին, որ պարզապես զարմանում են, թե որքան ես ուժեղ եմ, որքան համարձակ եմ։ Բայց ես հասկանում էի, որ ես այդքան էլ ուժեղ չեմ եւ համարձակ մարդ չեմ։ Միայն Տերն է ինձ զորացնում, Տերն է ինձ օգնում։ Մենք ասում ենք, որ մենք հավատացյալ ենք, որ իմ համար ամենուրեք աղոթում են, որ մենք աղոթում ենք։ Նրանք ասացին, այո, իրենք հասկացել են, ասացին, գիտեք, նա աղոթքներով է կենթանի, շարունակեք աղոթել։ Քանի որ ասացին, որ իմ հնարավորությունները ոչ թե 0 են,
այլ դրանք ընդհանրապես բացասական են, բայց ասացին միայն աղոթքներով է, որ ես կենդանի եմ, շարունակեք աղոթել, իրենք բժիշկներն ասացին այդ մասին, երբ կամաց սկսեցին դադարեցնել ցավազրկողներ տալ, քանի որ ինձ շատ մեծ չափաբաժին էին տալիս, իմ մոտ սկսվեց շատ ուժեղ կոտրտվածություն, ես մեկ մրսում էի, մեկ շոքում էի, իմ բոլոր ոսկորները կոտրտվում էին, այնպիսի տպավորություն էր, կարծես թե իմ ներսում ամեն ինչ կոտրտում են, մեկ մրսում էի, մեկ շոքում էի, մեկ շատ ուժեղ սրտխառնոց էի ունենում և փսխում, ես ինձ շատ վատ էի զգում, մոտ մեկ ամիս չէի քնել, ես խնդրում էի Տիրոջից, և Պոլշայից եղբայրներ եկան, նրանք ծառայում են բանտերում, նախկին թմրամոլներ էին, նրանք անցնում էին և մտան ինձ մոտ, նրանք ասացին, որ իմ մոտ լիովին այն նշաններն են, երբ թմրամոլին թմրանյութ չեն տալիս, ասացին, որ ինձ շատ ուժեղ չափաբաժին են տվել, և դրա հետ մեկտեղ շատ երկար են սրսկել, և այդ ամենը մոտ 2 շաբաթ էլ կտևի ինձ մոտ, գիտեք, ես շատ սկսեցի խնդրել, ասացի եկեք աղոթենք, գիտեմ, որ Աստված իզորու է հանել դա, ես ցանկանում եմ գոնե 1 ժամ քնել, գոնե մի քիչ, քանի որ ես շատ էի հոգնել այդ բանից, որ ընդհանրապես չէի քնում, և երբ ուժեղ աղոթք եղավ, այն հագուստը, որ իմ հագին էր, ամբողջովին թազ դարձավ, ես զգում էի, որ ներսումս ինչ-որ բան է կատարվում, ես քնեցի երեկոյան և արթնացա առավոտյան ժամը 8-ին, ես աղոթում էի, շնորհակալ եմ Տիրոջից, որ նա այնքան մոտ էր ինձ, ես զգում էի նրա ներկայությունը, ինչպես հիմա ձեր ներկայությունն եմ զգում, այդպես էլ նրան էի զգում այդ ժամանակ։ Եվ այդ պահից հետո իմ կոտրտվածությունը լիովին անցավ, չնայած որ ասում էին, թե դեռ երկար կշարունակվի այդպես։ Եվ գիտեք, Աստված կամաց ինձ վերականգնում էր։ Աստված այնպես էր մարդկանց սրտերում դրել, ընտանիքներում, այնպես էր սրտերը տրամադրել, և ֆինանսներով, և ամեն ինչով օգնում էին, չնայած եկել էի աշխատելու, ես մտածում էի վերջ, ոչ մեկին չգիտեմ, ոչ ոք չկա կողքիս, ծնողներս այստեղ չեն, եկեղեցում միայն մեկ ընտանիքի հետ էի ծանոթացել, այն էլ մեկ օր էի շփվել նրանց հետ, բայց ինձ մոտ առավոտից երեկո գալիս էին, երբ արդեն թույլատրեցին ծնողներիս գալ, ես մայրիկիս ասում էի, մայրիկ, արդեն հոգնել եմ, բայց թող չգնան, թող պարզապես մնան, բայց ես էլ չեմ կարող խոսել։ Գիտեք, եթե Աստված այդպես մարդկանց չտրամադրեր, եթե չգային և ինձ մերսում չկատարեին, իմ մոտ ոտքերի գանգրենա կսկսվեր, քանի որ այրունը լավ չէր մատակարարվում, իմ ձախ կողմը սկսել էր պարալիզվել, ես ստիպված էի գիշերները նստել աթոռին, թեկուզ գլուխս չէի կարողանում պահել արդեն, բայց մի կերպ պայքարում էին, որ իմ ձախ կողմը չպարալիզվի, Աստված այդ ժամանակ էլ ներկա էր, քանի որ գիտեք, շատ դժվար էր իմ համար, Աստված իր զորությամբ ներկա էր, երբ այդ ամենից հետո քունս փախնում էր, հայրիկը զանգարում էր գիշերվա 3-ին, ասում էր, քնած չես, ասում էի ոչ, նա ասում էր, աղոթիր Սուրբ Հոգով, և դու կտեսնես հաղթանակը։ Երբ սկսում էի աղոթել հոգով, դրանից հետո քնում էի և առավոտյան արթնանում։ Իրոք այդպես Աստված միշտ տանում էր, և բժիշկները նույնիսկ ասում էին, որ իմ դիագնոզով ընդհանրապես չեն ապրում։ Ինձ ասացին, որ իմ մոտ տուբերկուլյոզ է, բայց մեկ շաբաթ հետո անալիզների պատասխանը գալուց հետո ասացին, որ դա տուբերկուլյոզ չէ։ Ես սրտումս ուրախացա, որ տուբերկուլյոզ չէ։ Նրանք ասացին, ոչ, մի ուրախացիր։ Մենք գիտենք ինչպես բուժել տուբերկուլյոզը, իսկ քո հիվանդությունը չգիտենք ինչպես բուժել։ Ասացին, շատ հազվադեպ է լինում այդպես։ Երբ Աստված անընդհատ աջակցում էր, զորացնում էր ինձ, նրանք ասում էին, քո դեպքում չգիտենք, ավելի թեթև դեպքերում կես տարով պառկում են, չգիտենք թե երբ վեր կկենան, բայց գիտեք, երբ ես ինքս կանգնեցի իմ ոտքերի վրա, թեկուզ ես չէի կարողանում քայլել, ինձ նորից սովորեցնում էին քայլել, ինձ սովորեցնում էին ուտել, ինձ ամեն ինչ նորից էին սովորեցնում, երբ ես կանգնեցի իմ ոտքերի վրա վստահ, շատ բժիշկներ եկան, ասում էին այդպիսի բան հնարավոր չէ, նրանք պարզապես զարմանում էին, և 1.5 ամիս հետո նրանք ասում էին, որ դեռ այնտեղ կմնամ 1 ամիս էլ, որ տուն չեմ կարող գնալ, ինքնաթիռով ամսի 7-ին տուն գալ չեմ կարող։ Ես մայրիկիս հետ էի, քույրիկս իրեն լավ չէր զգում ինքնաթիռում, մայրիկս նույնպես և եղբայրս էլ, բայց գիտեք, Աստված ինձ այնպես էր զորացրել, ես այնպիսի զորություն էի զգում իմ օրգանիզմում, և կարողացա տանել 2 վայրեջք, և այդտեղ էլ Աստված ցույց տվեց իր հրաշքը,
И там Бог являл мне свое чудо. Քանի որ իմ բոլոր օրգաններում սեպսիս էր եղել եւ հետևանքներ կային, երբ ինձ դուրս էին գրում հիվանդանոցից, ասացին, որ ես որովայնի ճողվածք ունեմ։ Это через полгода где-то Եվ մոտ կես տարի հետո այն կարելի կլինի բուժել, միայն վերահատական ճանապարհով։ только хирургическим путем лечится. Երբ 2.5 ամիս առաջ ես Ուկրաինայում հետազոտվում էի, Я была на обследовании на Украине. երբես հետազոտվում էի, ասացին, որ դեռ թոքերս լավ չեն աշխատում։ Ինչ որ նրբություններ կային, ամեն ինչ ամբողջովին չէր վերականգնվել։ Իսկ երկուշաբթի պետք է հետազոտեին որովայնս։ Получается, желудка. И когда Երբ Կիրակի օրը ես եկեղեցիներից մեկում վկայում էի, одной из церквей, после меня հետո իմ համար աղոթեցին, եւ ես Աստծո ներկայությունն էի զգում։ Господне, меня вот Ես սրտումս ասում էի. Տեր, եթե երկուշաբթի էլ ասեն, որ այդտեղ էլ պետք է վիրահատություն անել, չգիտեմ թե ինչպես կկարողանամ տանել դա արդեն։ очень часто Գիտեք, շատ ժամանակ վրա էր հասնում այնպիսի ոչ թե հուսահատություն, այլ պարզապես ուժ չունեի արդեն միջև վերջ պայքարելու համար։ Ես Կիրակի օրվա աղոթքից հետո երկուշաբթի գնացի հետազոտության։ Ինձ ասացին, որ իմ որովայնը ամբողջովին կատարյալ վիճակում է։ Սկզբից ես շատ զարմացա, ասացի ինչպես, ես ճողվածք ունեի։ Իսկ հետո ուղեղս աշխատեց, որ Աստված է բժշկել ինձ։ Դա եւս մեկ հրաշք էր, որ Աստված կատարեց իմ կյանքում։ после этого у меня было воспаление, Ես բոլոր սրտային անոթների բորբոքում ունեի։ воспаление всех сердечных. Նրանք ասում էին, որ դա ժամանակի հետ կվերականգնվի։ Երբ իմ մոտ ինչ-որ բան այնպես չէր լինում, Когда где-то что-то немножко երակներս նեղանում էին, вены, ուժեղ այտուցվածություն ունեի։ Երբ աղոթեցին, ես հետո զգացի, որ ամեն ինչ անցել է։ потом Սիրտս ինձ էլ չի անհանգստացնում, էլ ցավ չունեմ։ никаких ничего. И Աստված սիրտս էլ վերականգնեց։ Աստիճանաբար նա ամեն ինչ վերականգնում է։ Ես դեռ երիկամների հետ խնդիրներ ունեմ, աղիքներիս հետ, проблема там еще с кишечником, բայց հավատում եմ, որ Աստված այդտեղ էլ աստիճանաբար հրաշք կկատարի։ Ես շատ շնորհակալ եմ ձեր աղոթքների համար, բռնվեք Տիրոջից, փայփայեք Սուրբ Հոգուն, да. եւ թող Աստված լեփ լեցուն օրհնի ձեզ ամեն ինչում։ Во всем благословении.